Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր փետրվարի 24-ն է 2026 թվական։ Ընտրությունների հետ կապված եթե ժամանակ կմնա երկրորդ մասում մի քիչ կզրուցենք, այսօր ուկրաինական պատերազմի 4-րդ տարելիցն է, դա գիտենք ինչքան կարևոր է մեր աշխարհի համար, ինչով կավարտվի եւ ինչ կունենանք արդյունքում, դա շատ կարևոր է եւ տարածաշրջանի եւ մեր պետության համար։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի այսօր լրանում է ուղիղ 4 տարին, ինչ Պուտինը 3 օրում գրավում է Կիևը։ Եվ սա շատ բան է ասում մեր դիմադրության մասին, այն մասին, թե ինչպես է պայքարում Ուկրաինան այս ամբողջ ընթացքում։ Այս բառերի հետևում մեր միլիոնավոր մարդիկ են, այս բառերի հետևում մեծ խիզախություն է։ Շատ ծանր աշխատանք, տոկունություն եւ այն մեծ ուղին, որն Ուկրաինան հաղթահարում է փետրվարի 24-ից ի վեր, ասել է Զելենսկին պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակված ուղերձում, որտեղ նա ցույց է տվել Բանկովայում գտնվող իր բունկերը։ Ես 2 տարի ապրել եմ բունկերում։ Այս աշխատասենյակը, բունկերի այս փոքրիկ սենյակը Բանկովայում հենց այստեղ են տեղի ունեցել իմ առաջին խոսակցությունները համաշխարհային առաջնորդների հետ պատերազմի սկզբում։ Ես այստեղ խոսել եմ նախագահ Բայդենի հետ եւ հենց այստեղ լսել եմ Վլադիմիր, վտանգ կա, ձեզ անհրաժեշտ է շտաբ լքել Ուկրաինան։ Մենք պատրաստ ենք օգնել այդ հարցում։ Եվ ես այստեղ պատասխանեցի, որ ինձ զենք է պետք, այլ ոչ թե տաքսի, նշել է նախագահը։ Գարնանը մնացել է 1 շաբաթից քիչ ժամանակ, մենք հաղթահարում ենք պատմության մեջ ամենածանր ձմեռը, դա փաստ է եւ դա շատ դժվար է։ Դժվար է ձեզանից յուրաքանչյուրի համար, բայց ճիշտ այնպես, ինչպես պատերազմի առաջին օրը մենք շարունակում ենք կառուցել մեր վաղվա օրը, քայլ առ քայլ, գործ առ գործ, ձեռքբերում առ ձեռքբերում եւ յուրաքանչյուր արդյունք, յուրաքանչյուր հաջողություն, մեր յուրաքանչյուր Ուկրաինան կարողացավը ձեր բոլորի վաստակն է, ասել է Զելենսկին։ Կարճ անդրադառնամ այդ հարցին եւ նաեւ շարունակենք այդ թեմայի ուղղությամբ խոսելը։ Նախ այն, որ Ռուսաստանը խոսում էր 3 օրում գրավելու մասին եւ անգամ Ամերիկայի նախագահն ու հատուկ ծառայություններն ասել են 3 օրից ավել չի դիմանա, ես պարբերաբար առիթից առիթ իմ այն ժամանակվա հարցազրույցները ներկայացրել եմ հանրությանը, որ ասել եմ ուկրաինացիք կռվելու են, նաև ներկայացրել եմ հետագա ընթացը ինչ կարող է տեղի ունենալ եւ այլ եւ այլ։ Չեմ ասում, եթե գտել ենք, որ դա ճիշտ է, Ռուսաստանը չի հաղթելու, պարտադիր բոլորը դա պիտի ընդունեին որպեսզի այն դեպքում, երբ որ աշխարհի հզոր պետությունների ղեկավարներն էին կարծում 3 օր ատևելու, դա ինչի պետք է ինձ լսեին կամ հավատային։ Հարցը ամենևին դա չի, հարցը նա է, որ շատ ժամանակ մարդիկ ասում են, դե սա մեծ է, սա փոքր, դուք ինչ գործիքով եք չափում, ով է հաղթելու, որն է ձեր չափի միավորը։ Այսինքն նշանակում է դուք պրոֆեսիոնալ ձևով չեք զբաղվում, այլապես կպատկերացնեիք, թե ինչպիսի հզորություն ունի Ուկրաինան, նրա բանակը ոնց է արդիականացել այս տարիների ընթացքում, երբ որ 14 թվականին Ռուսաստանը գնաց Ղրիմը վերցրեց, եւ մի շարք այլ գործոններ, որ Ռուսաստանի բանակը դա փուչիկ է, որ Ռուսաստանը աշխարհի երկրորդ բանակը չի, որ նա քանակով պետք է փորձի ինչ որ առաջ գնա, հսկայական զոհեր տալով, հետո համոզվելու է, որ տեխնիկան խայտառակ վիճակի է, որ խաբել են ու փողերը կերել են։ Մի խոսքով շատ բաներ, որ այդ բոլոր գործոնները դնում ես ու ասում ես, որ Ռուսաստանը չի կարող հաղթել։ Բայց չգիտես ինչի, երբ որ ասում են, որ Ռուսաստանը այս վիճակի է, ինչ որ մարդիկ են գտնվում, որոնք ասում են, ինչու եք պաշտպանում Ուկրաինային։ Այսինքն, երբ որ վերլուծություն ես անում, ինչ որ մեկին պաշտպանում ես, հա, դուք չեք տեսել, թե Ուկրաինայի թիկունքին քանի պետություն է կանգնած։ Հաստատ իրանք իմ հույսին չեն մնացել, ժողովուրդ ջան։ Դուք պետք է ճիշտը իմանաք, իմ անելիքի, իմ առաքելությունը դա է, որ դա ասեմ։ Անկախ նայ դուք կսիրեք Ուկրաինային, չեք սիրի, կսիրեք Զելենսկուն, թե չեք սիրի, դա ձեր խնդիրն է, բայց դուք իմանաք իրականությունը որն է։ Որովհետև մեկ տեսնում ես կանգնում ասում են, բա տեսակ ֆոսֆորը տվեց Ադրբեջանին, Ադրբեջանը մերոնց վրա գցեց այդ ֆոսֆորը, ադրբեջանցուն չեն մեղադրում, աղոհացով ուզում են ադրբեջանցուն դիմավորեն, բայց մեղավորը Ուկրաինան, որը ֆոսֆոր է տվել, որը այդ ֆոսֆորը ուղղակի չուներ, դա խորհրդային միության լաբորատորիաներն էր, որը պայմանավորվածության արդյունքում միջուկային զենքի հետ միասին այդ ամբողջը Ռուսաստանին է անցել։ Եվ պատահական չէ, որ Ռուսաստանը դա օգտագործել է ուկրաինական պատերազմում Ուկրաինայի դեմ։
Այսինքն Ուկրաինան ֆոսֆորն ուներ ու այդ անմարտկային բաները ռուսներն անում էին իր դեմ չեր օգտագործում։ Մի անմարտկային էլ ինքը կաներ էլի։ Բայց ինչու համար են ասում։ Հենց դա ասում են, այդ տեսնում ես պաշտպանում ես։ Ասում են մի քանի միլիարդ դոլարի հարձակողական զենք ա տվել Ռուսաստանը Ադրբեջանին։ Հարձակողական չգիտեիք ում դեմ ա օգտագործելու։ Բայց չէ Ռուսաստանին մեղադրում։ Դեժ Ռուսաստանին մեղադրել, Մոսկվայել Ռուսաստանին մեղադրել։ Զենքը տվել է որ հային սպանի Ժորժ ջան, բա Ռուսաստանը տեղ մեղավոր է։ Եվ սա այն դեպքում, երբ որ Ռուսաստանը քո դաշնակիցն է, Ռուսաստանը պարտավոր է քեզ օգտի, Ռուսաստանը պարտավոր է իմանալ, որ այդ զենքը քո դեմ է օգտագործվելու, եւ դա չպետք է տար։ Հարձակողական զենքը տալիս է Ադրբեջանին, պաշտպանելու հոբ համակարգը անջատում։ Էդ է քո ռազմավարական դաշնակիցը։ Իսկ այդ ընթացքում կյանքի բերումով Ադրբեջանն ու Ուկրաինան իրար հետ նույն համակարգի մեջ են։ Վուամի մեջ, Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա, որը դեռ հիմքը դրվել է 1997 թվականին, որն էլ հենց հիմք է հանդիսացել, որ իրանք դուրս գան հապկից, որ ասին անվտանգային այդ համակարգում չենք ուզում լինել, որովհետև այդ համակարգով նրանք ցանկանում են Եվրոպայի գործընկերը դառնալ, թեպետ դա տնտեսական կառույց էր, մինչև հիմա կա, երով չասեմ, հանուն ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման։ Այսինքն այդ երկրները իրանց հետ մի թիմի մեջ են։ Մենք Ռուսաստանի հետ ենք մի թիմի մեջ։ Իսկ այդ երկրների մեջ եթե մեկը մեկին օգնի, դրա մեջ ամոթ բան չկա։ Այ մեր թիմակիցը, որ Ադրբեջանին է օգնում, դրա մեջ ամոթ բան կա։ Որ մեզ չի օգնում, դրա մեջ ամոթ բան կա։ Եվ ի վերջո կա շահերի պարզ ընդհանրություն։ Եթե դու արդարացնում ես ագրեսոր Ռուսաստանին, որը չի ճանաչում ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետություն ու դրա սահմանները, դու ավտոմատ կերպով արդարացնում ես Ադրբեջանին, որը մտել է Հայաստանի տարածք։ Ոնց ես մեղադրելու։ Տեղից էլ Թրամփը ագրեսորի կողմից է։ Ու հերիք չուժերի կողմից է։ Նրա համար նրա երջանկանում է, որ ագրեսորա տեսնում։ Ոչ մի բանի առաջ կանգ չառնող, սպանող ու ոչնչացնող, նա չգիտեմ ասել նախորդ կյանքում ինչ ա եղել, բայց այս կյանքում ուղղակի ինքը իր տեղը չի գտնում։ Աթոռը կթողի դեռ տեղը գտած չի լինի։ Այդ մարդը ագրեսորի ինգերն է։ Այսինքն նրա համակրանքը Ադրբեջանի կողմն է, բացի բիզնես շահերը։ Բայց դեպքում եթե դու կանգնում ես ասում ես Ուկրաինան է մեղավորին չի հանձնվում։ Բա ինչ ես աշխարհից ակնկալում։ Մեր շահերից է բխում, որ ուժի դիրքերից պաշտպանեն թույլի իրավունքը։ Իսկ եթե ուժեղների մեջ աշխարհը բաժանում են, հաստատ մենք ամենաուժեղը չենք, եթե չասենք ամենաթույլն ենք։ Բայց նույնիսկ այդ պարագայում, որ մեր տարածքը փոքր է, մեր բնակչությունը փոքր է, մենք մտածում ենք, որ այո, մեր համակրանքը պետք է լինի մարտնչող, պայքարող մարդու կողմը, ոչ թե համակրանքը պետք է լինի օկուպանտ Ռուսաստանի կողմը։ Այսինքն մի հատ երկիր գտնենք, գնանք թևի տակ մտնենք։ Եթե դուք այդպես մտածում եք Ուկրաինայի հարցում, այդպես մտածում եք Հայաստանի հարցում, որ այնա Հայաստանը հետո ինչին է պետք է անկախությունը գնանք մտնենք Ռուսաստանի թևի տակ պրծնենք։ Ինչի եք այդքան սիրում օկուպանտին։ Հենց այդ պատճառով, որ մի հատ թև է պետք դրա տակը մտնելու համար, ինչ պայքարել։ Շարունակությունը իմանայինք։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը գրել է. Կայան շիկահեր առնետը, այդ Կայա Կալասի մասին է խոսում Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ։ Այս մարդկանց կռիվն էլ երեխու հետ է։ Ասել է, որ աշխատում է ապահովել, որ 100,000-ավոր նախկին ռուս զինծառայողներ երբեք չմտնեն Շենգենյան գոտի։ Ինչ կորուստ է մեր զինվորների համար։ Դե նրանք կարող են մուտք գործել առանց վիզաների, եթե ցանկանան, ինչպես 1812-ին կամ 1945 թվականներին։ Այսինքն Եվրոպա կարող ենք մտնել 12-ին կամ 45-ին։ Առաջինը ինչ է նշանակում, եթե քեզ չեն թողում իմ երկիր մտնես, դու ուզում ես գաս իմ երկիրը գրավես։ Այս երկրի հետ եք ուզում հարաբերություն կառուցեք, բայց դրա համար էլ ասում եք ոչ թե Ռուսաստանը մեր գործընկերն է, այլ մենք վախենում ենք Ռուսաստանից։ Եթե հանկարծ ուզենանք իրենց փոխվենք, գիտեք ինչեր կանի։ Էդ է ձեր գործընկերությունը։ Այդ վախն է ձեր գործընկերությունը։ Այսինքն դուք հասկանում եք այդ մարդկանց սկզբունքը որն է։ Թող մտնեմ քու երկիր, եթե չես թողնի, ուրեմն կգամ կգրավեմ։
Չեք լսել տենց բան մի հոգուցել, ասում էր ավելի լավ է մեքենաներով գնանք Հայաստանը գրավենք, քան թե տանկերով, քանի կա հնարավորություն մեքենաներով գրավել, լա չտապենք տանկերով գրավել, կարող է Ալիևի խոստում Մեդվեդևը շատ պատահաբար համընկնում է, բադարամա էլ իմ շահերը չի համընկնում Ալիևի ու Մեդվեդևի հետ, պարզ չի, իսկ այդ հարցի մի կողմն է, բայց այս ընկերը, որ ասենք սենց ասում է, 1812 թվին մտել են Եվրոպա և 1945 թվին են մտել Եվրոպա, եթե դու իշխող քաղաքական ուժի ղեկավար ես, Ռուսաստանում ապրող մարդ, նախագահ ես եղել, վարչապետ ես եղել, հսկայական ապարատ է աշխատում քո համար, մի բան, որ մի թղթին ես հանձնում 1000 մարդու ձեռով անցնում է, գոնե մի հատ տարական գրագիտություն ունեցեք էլի։ Մենք մի փոքր թիմով, որ մի բան անում ենք, ուզում ենք, որ մարդը որ լսի, գոնե մի օգտակար բան այդ օրը լսի։ Եթե մի թերություն թույլ տանք, մեզ թվում է, թե հանցագործություն ենք կատարել, որ կյանք ես, մեքենա չես, ամեն ինչ էլ հնարավոր է։ Բա դու կանգնում ես, ասում ես 1812 թվին մտել ենք Եվրոպա։ Բա 1813 թվականի հունվարի 1-ից չի հանձնարարել մտնել Եվրոպա։ Զորահրամանատար Միխայել Իլարիոնովիչ Գալինիշչև Կուտուզով Սմոլենսկին։ Իհարկե Մեդվեդևին ասենք, որ այդ մի մարդ է, անունն է երկար։ 12 թվին չես Եվրոպա մտել, արտասահմանյան արշավանքը սկսվել է 13 թվականի հունվարի 1-ից։ Ված չէր լինի իմանայիր։ Եվ մեկ է 45 թվականին չես Եվրոպա մտել, 44 թվականին ես մտել։ Էդ էլ խաբար չես ինչա կատարում, քու սահմանից դուս ես եկել 44 թվին։ Հիմա կարող է ասեն, դե լավ, դե 12-ի նկատի ունեցել պատերազմի սկիզբը։ 12-ը պատերազմի սկիզբն է, 45-ն էլ մյուս պատերազմի վերջը։ Այդ ուղղակի պարզապես ոչ մի բան բացարձակ անգրագետ լինելու արդյունք է։ Պատմական օրինակ ես բերում, երկու օրինակից երկուսն է սխալ։ Բա ինչ ես բերում։ Ախր դե ինքը իր լսարանի համար ասում, ով է դրանից խաբար։ Այս մարդիկ ուզում են Հայաստանի ճակատագիրը տնօրինեն, ժողովուրդ ջան, հետո զարմանում եք, որ դիմադրում ենք։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովն ասել է. կա երկու տարբերակ, կամ մենք դադարեցնում ենք պատերազմը, կամ չենք դադարեցնում, դա կնշանակի, որ պատերազմը կշարունակվի ու մենք կգնանք մինչև վերջ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ իրենք հաստատ չեն պարտվի պատերազմում ու չեն համաձայնի դադարեցնել պատերազմը նվաստացուցիչ պայմաններով։ Այսինքն սա է խնդիրը, որ զիջումների չենք գնալու, պայքարելու ենք մեր շահերի, մեր հողի համար։ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյում հայտնել են, սա էլ շատ հետաքրքիր է։ Այս ռուսները արդեն նույնիսկ իրանք չգիտեն, այս ինֆորմացիան իրանց օգուտ է թե վնաս, որ գցել են։ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստում են Կիևին միջուկային զենք փոխանցել։ Խոսքը այս ոլորտում եվրոպական բաղադրիչների, սարքավորումների տեխնոլոգիաների Ուկրաինային գաղտնի փոխանցման մասին է։ Ու դուք այտենց բացահայտեցիք, թե ինչ է անում Բրիտանիան և Ֆրանսիան, ինչ է պատրաստում։ Այս ձերեն հետախուզական ծառայությունը չէր, որ զեկուցել էր 3 օրում Կիևը գրավելու եք։ Կարող է ես սխալ եմ հիշում։ Այս ձեր որոշումների արդյունքում չի։ Պուտինի խելքը կերակ գնաց մտավ Ուկրաինա, հենց գիտեր պետք է գրավի, ես ինչ անի։ Բայց սա հիմա ինչի եք ասում, որպեսզի արդարացնեք, թե ինչի եք շարունակում կռիվը, հանկարծ միջուկային զենք չստեղծեն։ Դուք լավ գիտեք, որ միջուկային զենք Ուկրաինային տա, Պուտինը բունկերի մեջ կմտնի, մի հատ պամպերս վրից կհագնի, մի հատն էլ տակից կհագնի։ Մենք լավ գիտենք ու դա տեսել ենք, որ իր խոհարարը գնա Ռոստովից դուրս եկե դեպի Մոսկվա, արդեն ինքը փախել էր բունկերում թաքնվել։ Էդ էր այդ մարդու հզորությունը։ Բայց ի վերջո այս ինֆորմացիան գցում ես, որ ինչ անես։ Ժողովրդին մոբիլիզացնես ընդդեմ Ուկրաինայի, թե ընդհակառակը արդեն պանիկա տարածես քո ժողովրդի մեջ, որ ասես այ մարդը սրանք արդեն որ միջուկային զենք էլ ունենան, մեր վրա են գցելու։ Որ գիտեք, որ իրականում դա այդպես չի։ Բայց եթե ուզում եք վախացնեք, վախացրեք։ Եթե արդեն չգիտեք ինչ անեք։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը գրել է. «Կիևում եմ պատերազմի սկզբից ի վեր 10-րդ անգամ, վերահաստատելու, որ Եվրոպան անսասանորեն կանգնած է Ուկրաինայի կողքին, ֆինանսապես, ռազմական առումով և այս դաժան ձմռան ընթացքում, ընդգծելու մեր մնայուն հավատարմությունը Ուկրաինայի արդար պայքարին և հստակ ուղերձ հղելու ինչպես ուկրաինացի ժողովրդին, այնպես էլ ագրեսորին, մենք չենք ընկրկի, քանի դեռ խաղաղությունը չի վերականգնվել խաղաղություն Ուկրաինայի պայմաններով», գրել է Եվրահանձնաժողովի նախագահը։ Իդեպ ասեմ ձեզ, որ մենակ ինքը չէր այսօր Ուկրաինա գնացել էր նաև Եվրոպայի խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և ևս մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ եվրոպական երկրների, ընդհանուր 11 հոգի։ Մեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցուցակը, ավելացվել է 297 նոր անվանում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի շրջանակներում։ Այս տեսնում եք, որ հետևողականորեն այդ քայլերը անում են և չեն կարծում, որ եթե նույնիսկ Ուկրաինայի հետ կապված պատերազմը դադարի, իրանք Ռուսաստանի հետ հարաբերությունը վերականգնելու են։ Եթե պատերազմը դադարի Թրամփի ցանկությամբ, իրանք պետք է մտածեն, որ Թրամփի գործողությունները նախ կսահմանափակվի կոնգրեսի կողմից և երկրորդ կսահմանափակվի, երբ որ ինքը նոյեմբերին մեծամասնություն չունենա կոնգրեսում և վերջապես որոշ ժամանակ հետո գնալու է իրենց տուն։ Այսինքն այս պատերազմն ավելի երկար է տևել, քան Թրամփը կարող է պաշտոնավարի մինչև վերջ։ Էլ իմաստը որն է, որ իրանք զիջումների գնան։ Եվրամիության մի շարք առաջատար երկրներ Հունգարիային մեղադրել են Ուկրաինային աջակցելու գործընթացը խաթարելու մեջ։ Բուդապեշտը կրկին արգելափակել է Մոսկվայի դեմ Եվրամիության նոր տնտեսական պատժամիջոցների փաթեթը և Ուկրաինային ռազմական ու ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով նախատեսված վարկը։ Գերմանիան, Ֆրանսիան և Եվրամիության մի շարք այլ երկրներ չեն կարողացել համոզել Վիկտոր Օրբանի կառավարությանը հավանություն տալ Եվրամիության վերջին պատժամիջոցների փաթեթին և վարկին, որոնք նախատեսված են Ուկրաինայի ռազմական և ֆինանսական կարիքները հոգալու համար։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Հունգարիայի գործողությունները որակել է քաղաքական սաբոտաժ։ Այսօր աշխարհաքաղաքական աղմուկի մեջ էլ այս պատերազմը մնում է մեր դարաշրջանի ամենակարևոր հարցը։ Այն հարց է բարձրացնում՝ արդյոք կպահպանվի ուկրաինացիների և եվրոպացիների ազատությունը։ Մեր ընդհանուր պատասխանը հստակ է՝ Ռուսաստանը չի հաղթում այս պատերազմում և չի հաղթի, ասել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը։ Սթարմերը հավելել է, որ Մեծ Բրիտանիան կշարունակի կանգնել Ուկրաինայի կողքին մինչև արդար և երկարատև խաղաղության հաստատումը և դրանից հետո էլ։ Այսինքն դուք տեսնում եք, թե ինչպիսին է վերաբերմունքը Եվրոպայի, և շատ դեպքերում, երբ որ մենք խոսում ենք, որ Եվրոպայի հետ կապված պետք է հեռանկարային ծրագրեր կազմել, հասկանալով, որ Հայաստանի համար դա ամենաճիշտ ճանապարհն է, բացի տնտեսական, բացի քաղաքական, նաև այլևս անվտանգային, որովհետև որևէ երկրի կամ էականությունների կամ հետաքրքրությունների կամ դրա բացակայության արդյունքում չի, որ որոշվելու է մեր երկրի ճակատագիրը, կամ էլ թե չէ Թրամփը գործարքի գնա Պուտինի հետ ու Աստված գիտի, թե Հայաստանի հետ կապված ինչ կպայմանավորվի, կամ եթե գործարքի չգնա, ինչ կլինի, Իրանին կհարվածի, ինչ կլինի, Իրանին չի հարվածի, ինչ կպայմանավորվեն։ Եթե Իրանը կարողանա այդ հարցը չեզոքացնի, մտածի այդ դեպքում բա Հայաստանը ինչ է իր Ամերիկային բերում։ Այսինքն այս ամեն ինչը մեզ համար շաբազանց կարևոր է եւ որին մենք ուշադրությամբ կհետևենք։ Իհարկե Իրանի հետ կապված հարցերն էլ հիմա կխոսենք, նաեւ ուղղակի ասեմ, որ բարբերաբար հիմա հիշեցնելու եմ, որ եթե հավանում եք սեղ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, լայնորեն տարածեք ձեր մտերիմների միջոցով, գրեք, ուղարկեք իրանց, արդեն ասել ենք, որ հուշագիր ենք ստորագրել Հայաստանի շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանի հետ միասին կուսակցության ընտրացուցակով մասնակցելու մասին։ Դա էլ տեղյակ եք, նշանակում է, որ նաև բաժանորդագրվեք Գուրգեն Սիմոնյանի YouTube-յան ալիքին, նաև նրանք, ովքեր ցանկություն կունենան ֆինանսապես աջակցել կայքի հետ կապված հարցերին, կարող եք
նյութի նկարագրական մասերում էլ դրանք բոլորը կա արագ փոխանցում, բանկային փոխանցում, PayPal համակարգ, Patreon համակարգ, բացի դրանից նաև կապ հաստատեք Գուրգեն Սիմոնյանի գրասենյակի հետ, հիմնական շատ ծախսեր նաև ընդեղի հետ կապված անելու, տեսնում եք, թե մենք ում հետ ենք պայքարում, ինչպիսի ազդեցություն են իրանք ողողել, սփռել ամբողջը։ Իհարկե ուզում եմ ասեմ, որ մենք ամեն դեպքում մեր համեստ ուժերի ներածի չափով աշխատանքն անելու ենք, ոչինչ չի ձախողվելու։ Ուղղակի ձեր աջակցությամբ կարող ենք անել ավելի որակով, դա է հարցը։ Դրա համար նաև բոլորին դիմեք, ասեք ձեր ծանոթներին, ասեք, հետաքրքրվեն։ Մի քանի ժամ Գուրգեն Սիմոնյանի Facebook-յան ալիքը արգելափակել էին, բավական մեր գործերը դժվարացրեցին։ Այսինքն մենք մեր ռեսուրսով ենք պայքարում եւ պայքարում ենք ձեր շնորհիվ, ձեր աջակցության շնորհիվ։ Ինձ թվում է այդ ամեն ինչը ձեզ հասկանալի է։ Հիմա նայենք, Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ Աբադին հայտարարել է. «Դուք փորձեցիք պատժամիջոցներ կիրառել եւ պատերազմ սկսել Իրանի դեմ, բայց ոչինչի չհասաք։ Հիմա ժամանակն է դիվանագիտություն եւ հարգանք ցուցաբերել։ Իսլամական Հանրապետությունը կդիմադրի ցանկացած քաղաքական կամ ռազմական դավադրության»։ Հիմա դուք տեսնում եք բանակցություններից առաջ, որ նույնիսկ ընթացքը ասում են նորմալ է, բան չի մնացել։ Էսա որ նորից պետք է նստեն բանակցային սեղանին, բայց Թրամփը ասում է հենց չհամաձայնում ենք, խփելու եմ եւ շատ լուրջ տեխնիկա է մոտեցրել, բացի դրանից էլ իր բազաներից կամ Սիրիայից էլ հանում, տարբեր տեղերից էլ հանում, որովհետեւ պատասխան հարվածի է սպասում։ Հիմա էսա վիճակը նաեւ Իրանի հետ կապված։ Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Դմիտրի Լուբինսկին ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ ողջ օգնությունը Իրանի միջուկային ծրագրի դիվանագիտական լուծում գտնելու համար։ Ռուսաստանը կոչ է անում Վաշինգտոնին եւ նրա դաշնակիցներին զերծ մնալ Իրանի խաղաղ միջուկային օբյեկտներին հարվածելուց։ Միացյալ Նահանգների եւ նրա արբանյակների ներկայիս գործողությունները համապատասխանում են առավելագույն ճնշման հայտնի քաղաքականությանը, որը ՄԱԿ-ի կանոնադրության, մասնավորապես պետությունների ներքին գործերին չմիջամտելու եւ ուժի սպառնալիքի կամ կիրառման արգելքի սկզբունքի կոպիտ խախտում է։ Այս քաղաքականության կենտրոնական տարրը միակողմանի հարկադրանքի միջոցներն են, նշել է Լուբինսկին։ Շատ լավ են անում, տեղն են դնում Դոնալդ Տրամփին, շատ լավ են անում։ Եթե դու ագրեսորին, որը ՄԱԿ-ի բոլոր հնարավոր օրենքներն ու կանոնադրություններն ու խարտիաները բոլորը ինքը ոտատակ է տալի, ու դու այդ երկրին պաշտպանում ես, բա ինքը պետք է քեզ մեղադրի, բա ինչ անի։ Քեզ մեղադրում է այն գործիքներով, որով որ դու իրան պաշտպանում ես։ Դու ընկած պաշտպանում ես, ասում ես Ռուսաստանը ագրեսոր չի, ասում ես շնորհակալություն, եթե Ռուսաստանը ագրեսոր չի, ուրեմն դու ես ագրեսոր։ Ինչ կա չհասկանալու։ ԱՄՆ հրամայել է Բեյրութում ԱՄՆ դեսպանատնից հեռացնել ոչ հիմնական դիվանագետներին եւ նրանց ընտանիքներին, հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը։ Որոշումն ընդունվել է Իրանի հետ լարվածության աճի եւ հնարավոր անհապաղ ռազմական հարվածի սպառնալիքի ֆոնին։ Տարածաշրջանային իրավիճակի շարունակական գնահատումը ցույց է տվել, որ խելամիտ կլինի կրճատել դեսպանատան ներկայությունը տեղում, թողնելով միայն հիմնական անձնակազմը։ Եվ հիմա դուք պատկերացրեք, այս լարվածության մեջ, գիտեք, Իսրայելի դերակատարությունը ամենամեծ խնդիրը այսօր Իսրայելի համար է, որովհետև Իսրայելը հասկանում է, որ եթե այս պահին չհարվածեն, հետո ժամանակը ի վնաս իրար աշխատելու։ Եվ թե կարողանա Իրանը ուրանը հարստացնի, եթե կարողանա բալիստիկ հրթիռներն ավելացնի, իհարկե ինքը հասկանում է, որ վաղը մյուս օր եթե Տրամփը այդ չափով իրանց չօգնի, ինչ խնդիրներ կունենան, ասում է, քանի մեր դիրքերը ուժեղ է, բերեք հիմա հարվածենք։ Բայց Տրամփը դեռ վերջնական որոշում չի կայացնում, թեպետ տեսնում եք, որ բոլոր հնարավոր միջոցներով պատերազմը բերել հասցրել է, պատերազմից 5 րոպե է պակաս։ Բայց միևնույն է, այնուամենայնիվ մտածում է, գուցե գնա խաղաղության, որովհետև պատերազմի հետևանքները իրան պարզ չի, կօգնի Իրան ընտրությունների հետ կապված, թե կվնասի։ Քանի որ դրանում չի կողմնորոշվում, դա է պատճառը, որ այդ քայլին չի գնում։ Հիմա Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է.
Իսրայելը շատ դժվար և լարված օրեր է ապրում Իրանի հետ շարունակվող լարվածության ֆոնին։ Մենք զգոն ենք և պատրաստ ենք բոլոր սցենարներին։ Ես այաթոլլաների ռեժիմին հասկացրել եմ, եթե նրանք թույլ տան թերևս իրենց պատմության մեջ ամենածանր սխալը և հարձակվեն Իսրայելի վրա, մենք կպատասխանենք այնպիսի ուժով, որը նրանք չեն կարող պատկերացնել։ Այսօր կարող եմ ասել, որ երբ խոսքը վերաբերում է միլիոնավոր իսրայելցի քաղաքացիների պաշտպանությանը, Իսրայելը երբեք ավելի ուժեղ չի եղել։ Միացյալ Նահանգների հետ դաշինքը երբեք ավելի ուժեղ չի եղել։ Այդ թվում մեր անվտանգության ծառայությունների և նրանց հետախուզական գործակալությունների միջև համագործակցությունը նախկինում նման բան երբեք չի պատահել, նշել է վարչապետ Նեթանյահուն։ Իհարկե Դոնալդ Տրամփը երազում էր, որ ինքը դառնա Իսրայելի վարչապետ, բայց որքան հասկացանք, Բենյամին Նեթանյահուն աշխատում է Ամերիկայի նախագահ, որովհետև ինքը ոնց ուզում է, Թրամփը դա անում է, եթե չի հակասում Պուտինի շահերին, եթե չի հակասում Էրդողանի շահերին։ Այդ խնդիրները կա, միշտ փորձում է բալանսը պահի բոլորի մեջ։ Արդյունքում ստացվում է Ամերիկայի քաղաքականությունն ու շահը դրանից տուժում է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ հավաստի է անվանել ԶԼՄ-ների այն հրապարակումները, համաձայն որոնց ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դեն Քեյնը զգուշացրել է իրեն Իրանի հետ ձգձգվող հակամարտությունից։ Գեներալ Քեյնը, ինչպես և մենք բոլորս, չէր ցանկանա պատերազմ, բայց եթե որոշում կայացվի Իրանի դեմ ռազմական գործողությունների մասին, նրա կարծիքով հաղթելը հեշտ կլինի, հավելել է Ամերիկայի նախագահը։ Այսինքն Ամերիկայի նախագահն ասում է, որ շտաբի պետը չի ասել, որ դժվարություններ կունենանք եւ այլ, ոչ, եթե մենք հարձակվենք, հաղթելը հեշտ կլինի։ Դուք հիմա նայեցիք, Իսրայելը պատրաստվում է պատերազմի, Իրանը պատրաստվում է պատերազմի, Ամերիկան ասում է, որ հարձակվենք, հաղթելը հեշտ կլինի։ Բայց հարցը նա է, որ երևի Դոնալդ Տրամփը տեղյակ չի, այսինքն մամուլին չի հետևում, որ դու ոնց կարաս հեշտ հաղթանակ տանես Իրանի նկատմամբ, տեղյակ չես, որ ընդեղ ով է գտնվում։ Լա մի հատ կողմնորոշվեք, լա մի հատ կարդացեք, Թևուտի գունք մարդը գնացել է Իրան, դուք կարաք Իրանը գրավեք։ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Բարձր է գնահատվել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը։ Կողմերը հաստատակամություն են հայտնել շարունակել աշխատանքները երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև քննարկել են փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ։ Սուրեն Պապիկյանին Իրանի պաշտպանության նախարարությունում հանդիսավոր արարողությամբ են դիմավոր է։ Այստեղ են ասում Թրամփը հացը ցամաք կերավ։ Հայ, դուք սպասեք մինչև Պապիկյանը Իրանից դուրս չգա, չփորձեք հարձակվել, չջղայնացնեք այդ տղուն։ Ես ապշում եմ, ժողովուրդ։ Կարող է արդեն ինձանից է, ես չեմ հասկանում ինչա կա։ Այսինքն դուք վախտ եք թե գնաք մուսկամանդը կապեն քեզ դիմավոր է։ Հենց այսօր էր, դրա վախտը։ Որ մի հատ էլ հատուկ լավ, երեք այդ մասին խոսացինք, գնացել եք պաշտոնական այցով, գնացել եք, տարածել եք, ես եք անում, մեն եք անում։ Հիմա մի հատ էլ այսօր էլ մի հատ տարածում եք, որ տեսեք ոնց են ընդունել, ով է ընդունել, ձեր ինչին է պետք դրա մեջ մտնել, ձեր ինչին է պետք այսօր ձեր հավատարմության երթումները Իրանին տալ, ինչ գիտեք, ինչա, նույնիսկ եթե Իրանը այս վիճակից դուրս գա, մեր ինչին է պետք դրա մեջ քաշվել։ Մի հատ Իրանին պաշտպանեցիք, Իսրայելին դատապարտեցիք, ինչ շահեցիք։ Պաղեստինի անկախությունը ճանաչեցիք, Իսրայելին դատապարտեցիք, ինչ շահեցիք։ Ինչ դրա դիմաց ինչ եղավ, ինչ ավելացավ։ Էրդողանը ողջունում էր, որ Պաղեստինը կճանաչեք։ Հետո դրանից հետո մենք ինչ ստացանք։ Նույն Էրդողանը չդրեց իսլամական համագործակցության կազմակերպության 57 երկրի շրջանակներում դատապարտեցին Հայաստանին, թե ինչի չէ 300,000 ադրբեջանցուն հետ բերում, թե ինչի չէ 150 միլիարդ ռազմատուգանք վճարում, որտեղ օկուպացրել է տարածքը։ Այսինքն սա է հարցը, իմանանք, որ ասենք այսօր Իրանի հետ կապված այդ խոսակցությունը մեզ օգնելու է, ասենք հա, բա իհարկե։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է մաքսատուրքերը սահմանել շատ ավելի հզոր և տհաճ ձևով Մեծ Բրիտանիայի և Եվրամիության հետ գործող առևտրային համաձայնագրերի շուրջ աճող անորոշության ֆոնին։ ԱՄՆ գերագույն դատարանը որոշել է, որ Թրամփը գերազանցել է իր լիազորությունները անցյալ տարի այսպես կոչված ազատագրման օրվա Liberation Day միջոցառումների մտցնելով։ Ի պատասխան նախագահը հայտարարել է ներմուծվող ապրանքների նկատմամբ 15% նոր գլոբալ մաքսատուրքի մասին, ինչը եվրոպական գործարար շրջանակների և կառավարությունների շրջանում հարցեր է առաջացրել։ Այսինքն համառորեն ուզում է ցույց տա, որ չէ, ժողովուրդ ջան, ես պետք է խախտեմ օրենքը։ Ասում են ընկեր, դատարանը որոշում է կայացրել, ինքը առավոտ, որ քնից արթնանում է, մտածում է, որ օրենքը կարող եմ խախտել, դա ուժի ցուցադրում է։ Ինչի՞ այդ մարդը իրան թաղի տղու տեղ դրել, որ հանկարծ եթե թաղը ինքը օրենք չխախտի, իրան կասեն կոդրվեց։ Ո՞վ է այս մարդուն սենց բան ասել, որ եթե գերագույն դատարանը որոշել է, նրա ինադու դու պետք է մաքսատուրքը բարձրացնես, գիտես, որ դա շարունակություն չունի, դատական պրոցեսների տակից դուրս չես գա։ Բայց այս խելքով ախր աշխարհ են ղեկավարում, Եվ այս մարդու կարած քայլերի հետ կապված էլ Հայաստանի ներքաշում դրա մեջ, թրիփի մեջ, որ գիտես Իրանի հետ կապված ինչ կլինի, խաղաղության խորհրդի մեջ, որ գիտես մի հատ փուչիկ կառույց է, ոչինչ Իրանից չներկայացնող։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պետք է աշխատեն ռուսական նավթի արտահանման համար ծովային ծառայությունների լիակատար արգելքի ուղղությամբ, մեզ անհրաժեշտ է Ռուսաստանի այսպես կոչված ստվերային նավատորմի դեմ համակարգման ամենաբարձր մակարդակը, ասել է Մակրոնը։ Այս էլ մենք տեսնում ենք, որ այո, այդ հարցում նաև շահերը համընկնում են Եվրոպայի և Միացյալ Նահանգների, որովհետև Միացյալ Նահանգները ցանկանում է նավթային ազդեցությունը միացնել, Եվրոպան ցանկանում է Ռուսաստանի ազդեցությունը փոքրացնել, որովհետև իրանք Ռուսաստանի դեմ են կռվում ուկրաինական պատերազմում։ Բնական բան է, այդ հարցում համենայն դեպս իրանց շահերը համընկնում են եւ այդ հարցում իհարկե համատեղ իրար հետ նաեւ գործում են։ Իհարկե այս ամեն ինչի հետ կապված նայում ենք, որ Հայաստանում դեպքի զարգացումներ առանձնապես չկա, միայն ուրախալի լուրը Նիկոլ Փաշինյանը հետ հայտնեց լավ լուրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է լավ լուր։ YouTube-ը Հայաստանում սկսել է մոնետիզացիայի գործիքի թեստավորումը, սա լավ լուր է այն մարդկանց համար, ովքեր մտածում են, որ վիզուալ բովանդակությամբ կարող են վաստակել, այսինքն այդ երևացող գովազդները նշանակում են, որ համապատասխան ալիքների տերերը կարող են նաև գումարներ վաստակել, սրանով մենք եւս մի քայլ ենք անում գլոբալ աշխարհին ինտեգրվելու ուղղությամբ եւ այլ եւ այլ։ Հիմա հարցը ինչու՞մ է կայանում։ Իհարկե YouTube-ը դա Միացյալ Նահանգների կազմակերպությունն է, Հայաստանում էլ է գործունեություն ծավալում, բայց Հայաստանում այդ մոնետիզացիան չի գործում, իսկ եթե մարդը հայկական բովանդակություն է արտադրում, այդ հայկական բովանդակությունը բնական է ամենաշատ դիտումները Հայաստանից է, որը ընդհանրապես որևէ գումար չի տալիս մարդկանց, նաև Ռուսաստանը նույնպես չի տալիս, որտեղ Ռուսաստանից էլ են մեր հայրենակիցները շատերը նայում, բոլոր ձևերով ձև են գտնում, որ մտնեն նայեն, այսինքն եւ Ռուսաստանի դիտումները եւ Հայաստանի ոչինչ չի տալիս։ Իսկ այս պարագայում, այո, Հայաստանում, ասենք հիմա երբ որ տնեն դա կիրառեն, մի խնդիր կա ուղղակի, հայ հասարակությունը դրան սովոր չի։ Արտասահման որ գնում են, գիտեն, որ այդ գովազդները դրված է, իրանք տեսնում են, արդեն սովոր են դրան։ Հայ հասարակությունը դրան դեռ սովոր չի։ Եվ մի քիչ ժամանակ է պետք լինելու, որ իրանք չներվանանան, կամաց հունի մեջ ընկնեն, բայց այնուամենայնիվ դե դա է։ Հիմա YouTube-ի աշխատանքն էլ դա է, ինքը իր աշխատանքի համար վարձատրության ձև է գտնում, մտածում է, որ նաև այն արտադրանքը, որը որակով կլինի, այդ որակով արտադրանքը նաև եկամուտ բերի եւ արտադրողներին եւ իրան։ Եվ պատահական չի, որ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, սրանով մենք եւս մի քայլ ենք անում գլոբալ աշխարհին ինտեգրվելու ուղղությամբ, նաեւ շատ կարեւոր արձանագրել, որ YouTube-ը շատ բարձր չափանիշներ ունի տեսողական բովանդակության վերաբերյալ, ինչը հույս է ներշնչում, որ այս գործիքի կիրառմամբ նաեւ մեր մոտ տեսողական բովանդակության որակը կլավանա։ Հիմա նաեւ մի հարց է ուզում ես ասեմ, շատ դեպքերում երբ որ խոսում ենք,
ասենք Ռուսաստանի հետ կապված դուք շատ լսած կլինեք ինձնից, որ ես երբեք նենց չեմ ասում ամեն ինչ իդեալական է, մանավանդ ես նշում եմ, որ մեր հասարակությունը աշխատող ժողովուրդ են, նրանք չեն ման գալի, որ միտեղ իդեալական բան լի ու գնան այդտեղ մտնեն։ Աշխատող մարդիկ են, թե Եվրոպայում, թե Ամերիկայում, գիշեր-ցերեկ աշխատում են, բայց ազատություն են վայելում, օրենքի երկիր են վայելում, իրանց աշխատանքը գնահատվում է, թե եթե նրանք գործից փախնող չեն, այդ մարդիկ աշխատող են։ Այո, այդ շատ թերություններ բոլոր տեղերին կա, բայց մենք ընտրություն կատարելու հնարավորություն ունենք որպես անկախ պետություն, որտեղ լինի, որ ընտանիքում լինի, որտեղ կա օրենքի իշխանություն, որտեղ կա ազատություն, որտեղ կա ժողովրդավարություն, որտեղ աշխատանքը գնահատվում է։ Մենք դա ենք ընտրում, ոչ թե իդեալականացնում ենք։ Դրա համար մի հատ բան ուղղակի հիշեցնեմ 2006 թվական հունիս 24 հայկական ժամանակ օրաթերթ շատ կարճ մասը ուղղակի կարդամ չիմացությունը չի փրկում ոչինչից որպեսզի պատկերացնեք որ չենք իդեալականացրել նաև 20 տարի առաջ Տևական ժամանակ Ռուսաստանի Դաշնությունը գործընկերների վրա ճնշում էր գործադրում իր ռազմական հզորությամբ։ Վերջերս էլ ռուսներն իրենց հպատակ հայ իշխանավորների միջոցով, սրանք էլ իրենց աջակից տեղաբնակ հայերի ձեռքերով փակել էին ռուսական զինտեխնիկայի ճանապարհը Ախալքալակի ռազմաբազայից դուրս բերման ժամանակ եւ իլուր աշխարհի հայտարարում էին, որ իրենց անվտանգությունը Վրաստանում ապահովում են վերջինիս հետ լուրջ կոնֆրոնտացիայի մեջ գտնվող Ռուսաստանի զինված ուժերը։ Այսինքն ռուսական զորքերը քաղաքական գործոն են եւ քանի դեռ գտնվում են Վրաստանում, տեղի հայերն իրենց ապահով են զգում սեփական իշխանավորների դեմ հարաբերություններում։ Պատկերացնեք լավ հետո այդ բազան դուս եկա, բա դուք ո՞նց եք այդ մարդկանց հետ ապրում։ Այսինքն ո՞նց է հնարավոր ասեք ժողովուրդ ջան, այս ռուսական բազան թող մնա, որպեսզի մենք Վրաստանի իշխանություններից ապահովված ենք, բա ռուսական բազան դուս եկավ, բա հիմա ո՞նց եք ապրում։ Եթե այդպիսին է ձեր պատկերացումը, նույն խնդիրը Հայաստանում չի, 100-րդ բազան դուրս գա ինչ կլինի, նույնը Արցախում չէր։ Ռուսական զորամիավորումների ներկայության իրական պատճառն ավելի պատկերավոր հազիվ թե հնարավոր լինել բացահայտել։ Հետո էլ Ռուսաստանի իշխանավորները հուզված խոսում են, թե ինչպես են նախկին եղբայրական հանրապետությունները ՆԱՏՕ-ին այդքան մոտեցնում իրենց սահմաններին։ Մինչդեռ նպատակը ՆԱՏՕ-ին մոտեցնելը չէ, այլ այդ կերպ ռուսական ոտնձգությունից պաշտպանվելը։ Ռուսաստանի դերը գնալով ավելի է մեծանում նախկին ԽՍՀՄ հանրապետությունների եւ եվրոպական մի շարք երկրների գազամատակարարման գործում եւ այժմ աշխարհաքաղաքական նոր իրողության պայմաններում նա իր արտաքին քաղաքական գերակայությունը համարում է ոչ թե ռազմական, այլ էներգետիկ լծակների օգտագործումը։ 20 տարի առաջ էինք խոսում դրա մասին։ Ուստի միանգամայն բնական է, որ այդ երկրները Ռուսաստանը շրջանցող պրոյեկտներ են մշակում։ Ռուսաստանը հասկանալով, որ գազային շանտաժով ակնհայտորեն չափրանցնել է, Պուտինի արդեն որ-երրորդ ելույթով փորձում է հուսալի գործընկերոջ երբեմնի իմիջը վերականգնել, թե շուրջ 40 տարի Եվրոպային գազ են մատակարարում եւ ինչ որ մի օր այն չի դադարեցվել։ Դե իհարկե, պայմանագրային պարտավորությունները կատարել են եւ դեռ կշարունակեն կատարել, քանի որ հիմնականում հումք արտահանելու վրա տնտեսություն կառուցած Ռուսաստանի համար ավելի կարևոր գործ, քան հումքի կայուն վաճառքն է, հազիվ թե գտնվի, բայց այդ հուսալի գործընկերը հուսալենչակերտների մեջ հնդածս կարող է փոխել խաղի կանոնները միանգամից մի քանի անգամ թանկացնելով մատակարարվող գազի գինը եւ ակնհայտ է, որ նա այդ մատակարարումը ցանկացած քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում դարձնում է պատժիչ գործողություն։ Ռուսաստանն այսօր գազը մեծ ծավալներով արևելք արտահանելու ուղիներ է որոնում, այնտեղ ունենալով հուսալի ու կայուն սպառող։ Նա ուղղակի ավելի լուրջ շանտաժ կսկսի արևմուտքի սպառողների նկատմամբ եւ եթե այս քայլի ամբողջ վտանգը գիտակցելով որոշ երկրներ հիմա են փորձում ձեռբազատվել ռուսական թակարդից ու այլընտրանքային ուղիներ որոնել, չգիտես ինչու զարմացնում է Ռուսաստանին։ Հիշում եք ուկրաինական պատերազմի ժամանակ ոնց էին հռհռում առաջի ձմեռը որ եկել էր, ասում են հա հիմա գնաք կսառեք, խելքներդ գլուխներդ կգա, գները կբարձրանա, մեզ կխնդրեք որ մենք տանք։ Տեսակ ոնց իրանք Ռուսաստանից տարանջատվեցին, նույնիսկ շատ խնդիրներ ունենալով։ Հիմա նայենք, գաղտնիք չէ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները բավական վառ տիրապետում է մտրակի եւ քաղցրաբլիթի քաղաքականությանը, ու գնալով եւ մտրակի հարվածն է ավելի ցավոտ դարձել եւ բլիթն է մեծացել ու ավելի համեղ դարձել։
ԱՄՆ ցանկանում է ժողովրդավարություն տարածել աշխարհում, դա համահունչ է ոչ միայն իր երկրի շահերին, աշխարհաքաղաքական զարգացումներին, այլև հարավային Կովկասի զարգացման վեկտորին, այդ թվում մեր երկրի հեռանկարին։ Այո, Ամերիկայի Միացյալ Նահանգները իր համար կենսական հետաքրքրություն ներկայացնող երկիր մտնում է կամ թևավոր խոսքերով, կամ թևավոր հրթիռներով, ընտրության հնարավորությունը թողնելով տվյալ երկրին։ Այնպես որ Ժորժ ջան, երբ որ միտեղ նավթային երկրում ժողովրդավարություն են ման գալի, դու գիտեք պատճառը որն է, դե ժողովրդավարությունը թևավոր խոսքերով է ման գալի։ Իսկ արդյոք Ռուսաստանը չի առաջնորդվում մտրակի եւ քաղցրաբլիթի քաղաքականությամբ։ Անշուշտ առաջնորդվում է, բայց յուրովի։ Նա ցույց է տալիս բլիթը, որպեսի պատկերացում կազմեն իր հնարավորությունների մասին, սակայն չի պատրաստվում տալ այն։ Իսկ մտրակով կարող է ուժը խփել, կարող է խփել թույլ, կախված դիմացինի վերաբերմունքից։ Եվ այս կարգի հարաբերությունների պայմաններում մենք շարունակում ենք թաղվել ճահճի մեջ, մտածելով, եթե փորձենք դուրս գալ, ռուսները կնեղանան ու կհարվածեն, բայց ուշ թե շուտ փորձելու ենք դուրս գալ, եւ որքան ուշացնենք, այնքան դուրս գալու հավանականությունն ավելի է փոքրանում։ Մենք այնքան ենք թաղվել ճահճի մեջ, որ եթե դուրս գալու համար արագ ու անկանոն գործողություններ անենք, ապա ավելի արագ կսուզվենք, եթե հանգիստ սպասենք, դանդաղ կսուզվենք։ Այնքան ենք ընկղմվել, որ ցավոք ճահճի հատկությունն իմացողները կվկայեն։ Դուրս գալու մեր սեփական հնարավորությունները բավարար չեն։ Անհրաժեշտ է դրսից օգնություն, սակայն քաղաքակիրթ աշխարհի պարզած փրկության փայտն արդեն որերորդ տարին է կախված է ճահճի վրա, եւ մեզ չի հաջողվում դուրս գալ մի պարզ պատճառով, որ մի քանի ճահճային դոդոշներ իրենց չափազանց լավ են զգում այս պայմաններում եւ փորձում են ամեն ինչ անել, որ մենք չկարողանանք այս վիճակից դուրս գալ։ 20 տարվա մեջ, երբ որ ասում ենք այն ժամանակ քայլանենք, ասում են ժամանակ է գթե։ Հիմա ասում են ժամանակ է գթե, հիմա անենք, բա որ Ռուսաստանն էս կանի։ Բանեինք այդ ժամանակ անեինք, Ժորժյան, զգուշացնում էինք այդ դինամիկան, այդ տենդենսները։ Այս ամեն ինչի մասին 20 տարի առաջվա ասածը շատ է հնացած այսօրվա վիճակում, բայց որովհետև 20 տարի առաջ չեն լսել է ասածը, որ ասածը լսածել էին, այսօր ստիպված չէին գլի նորից նույնը ասել ու հիշացնել, թե հիմա ենք, հիմիկվա համար ենք սխալվում հաջորդ 20 տարվա համար։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։